Ամուսնական կյանքում կա 6 փուլ, եւ զույգերի մեծ մասը հանձնվում են արդեն 3-ից, իսկ որ փուլում ես գտնվում հենց դու։ Փուլ առաջին՝ մեղրամիս։ Զույգերը ամենայն ըմբռնումով են մոտենում իրար, ջանում են ավելի շատ հարաբերությունների համար, զիջող են, ներողամիտ, հասկացող, ըմբռնող, իրար բոլոր հատկանիշները ընդունող եւ սիրող, քանի դեռ կյանքը չի փորձել իրենց։ Փուլ համար 2՝ իրականություն։ Սկսում են երևալ սովորություններն ու տարբերությունները, այնինչ նախկինում շատ հաճելի էր, հիմա քիչ-քիչ կարող է նյարդայնացնել։ Ի վերջո առաջանում են առաջին վեճերն ու հիասթափությունը։ Փուլ համար 3՝ հիասթափություն։ Հենց այս փուլն է, որ զույգերի մեծամասնությունը չի կարողանում հաղթահարել։ Առաջանում է զգացում, որ դիմացինը քեզ չի լսում, չի զգում եւ չի հասկանում։ Վեճերը ավելի ծանր են դառնում, մտերմությունը ավելի սառն է դառնում, տպավորությունը թե սերը գնացել է, բայց իրականում այն զույգերը, ովքեր կարողանում են հաղթահարել այս փուլը, ունենում են շատ հետաքրքիր ճանապարհ։ Փուլ համար 4՝ հարմարեցում։ Այս փուլում զուգընկերներն իրար ավելի լավ են հասկանում, քանի որ ոչ թե վիճում են հաղթելու նպատակով, այլ խոսում են իրար հասկանալու համար։ Առաջանում են նոր սահմաններ, հարգանք, ավելի խորն ու հասուն հաղորդակցություն։ Փուլ համար 5՝ գործընկերություն։ Զույգը դառնում է թիմ, հարգանքը դառնում է ավելի խորը, քան սկզբնական կիրքը, սովորում են միմյանց հարգել, աջակցել եւ գնալ կյանքի նույն ուղղությամբ, դժվարությունները հաղթահարելով եւ ոչ թե իրար հաղթելով։ Փուլ համար 6՝ խորը սեր։ Սա հանգիստ եւ կայուն սեր է, քանի որ դուք տեսել եք արդեն իրար կյանքի ամենաբարդ փուլերում եւ չնայած դրան որոշել եք լինել միասին։ Այս փուլում հարաբերությունները դադարում են լինել միայն ուժեղ զգացմունքային եւ դառնում են վստահության եւ հանգստության զգացումով։ Իսկ որ փուլում են գտնվում քո հարաբերությունները։